Մտահոգությունները շատ լավ որ գոյություն ունեն, բայց եթե վերվել է նախագիծը արդեն հանձնաժողովից հասել է լիագումանից, նշանակում է վերլուծությունները եւ թվաբանությունը տակը դրված է գլխավոր շտաբի կողմից մշակված, որովհետեւ այն նպատակը հիմա որը որ դրված է այս կառավարության այս նախաձեռնության մեջ, դա այն ռազմավարության հաջորդ քայլն է, որը որ որդեգրված է կառավարության ծրագրում։ Իհարկե մեր ընդդիմադիր գործընկերները սրա մեջ մի փոքր հնչեցրեցին, որ սա կարող է կապված ապագա ընտրությունների հետ, հանձնաժողովի նիստում միանգամից դա բացառվեց, որովհետև այս նպատակին մենք վաղուց ենք գալիս եւ այսօր ստեղծված իրավիճակը թույլ է տալիս անել սա։ Վերջին հաշվով այսօր Պաշտպանության նախարարին եթե լսել եք, մեր հարևան պետությունները Վրաստանում 1 տարի է ծառայություն, Ադրբեջանում վաղուց 1.5 տարի է եւ խաղաղության նպատակը որ դրված է այսօր մեր քաղաքական ամենակարևոր որպես նպատակ ուղղություն ինքը այսօր արդեն հնարավորություն է տալի թեւակողել պրոֆեսիոնալ բանակի տվյալ փուլը, ինչու եմ ասում, որովհետեւ Պաշտպան Հարենյանցի, չգիտեմ, այսօր ոնց որ թե Պաշտպանության նախարարը թիվը չասեց, բայց դա բավականին շոշափելի թիվ է, որդեգրված ըստ էության իր գրավչությանը։ Եվ այդ թիվը անդադ մեծանում է, դա է այս պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Եվ այդ թիվը մեծանալով զորակոչային թվերի մեջ մենք կարողանում ենք կառավարել տանունը եւ թվականակի խնդիր չունենք, որովհետեւ վերջին հաշվով մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակի իր բոլոր դրսևորումներով, այն ինչ որ տարիներ շարունակ, գուցե 94-ից սկսած մենք դիրքապահ բանակ ենք տեսել, որոշակի սահմանապահ դրսևորումներով։ Այսօր մենք ստեղծում ենք եւ սահմանապահ զորքեր եւ կանոնավոր բանակի այն կառույցները, որոնք իրենք գտնվելով մի քիչ ավելի հետնամասում ձեռք են բերում մարտական ավելի լուրջ փորձառություններ, նոր իրավիճակներում եւ նոր բյուջեով նախատեսված ծախսերի տրամաբանության մեջ։ Հնարավոր է դա 1 տարի դարձվի։ Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ եթե մենք հաշվել ենք, որ հիմա 1.5 տարին այդ հնարավորություն ունենք, մենք այսօր կշարժվենք այդ իրողություններով։ Եթե հնարավոր լինի բանակը գա այն մակարդակին, որ ինքը 1 տարին բավարար կլինի եւ կրթվելու ծառայության ընթացքում ձեռք բերել այն հմտությունները, որը անհրաժեշտ կլինի մեր պաշտպանական ռազմավարության նպատակները սպասարկելու համար, բնականաբար այդ հարցը քննարկվում է։ Պարոն Քոչարյան, խոսենք նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, 10 եպիսկոպոսներ հայտնի հայտարարություն եկեղեցու նրանք նաև անդրադարձային կատարել 1990 Բանակի թեմային են անդրադարձել։ Եկեք բանակի թեմայի խոսենք։